Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ հետևում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Այս պահին մենք սկսում ենք Սխալ հաշվարկ հաղորդումը եւ մեր տաղավարում է Չաղոջան բրենդի հիմնադիր Լիլիթ Գրիգորյանը։ Ողջույն Լիլիթ ջան։ Ողջույն Մոնիկա ջան։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, մեզ դիտողներից եւ լսողներից շատերը ձեզ կհիշեն նաեւ ցանցի մարտիկ հաղորդումից, երբ որ դուք համացանցում ձեր բիզնեսի ներկայացվածության մասին, ձեր բլոգինգի մասին եք պատում, այս անգամ փորձենք մի փոքր այլ կողմից մոտենալ բրենդին։ Սովորաբար այս հաղորդումը հենց նրա մասին է, թե ինչ դժվար ճանապարհ են անցնում գործարարները, ինչ սխալներ են լինում, որոնց մասին միշտ չի որ բարձրաձայնվում է։ Այ օրինակ եթերից առաջ ես պարզեցի, որ մինչև ձեր բրենդը հիմնադրելը դուք նաև կոնֆետի շոկոլադի ոնց հասկանում եմ խանութ եք ունեցել, այդտեղից սկսենք, ինչպես սկսվեց պատմությունը։ Նախ շատ շնորհակալ եմ Մոնիկա ջան, կրկին հյուրընկալվելու ձեզ։ Սկսեմ մեր պատմությունը։ Իհարկե բիզնեսում միշտ դժվարություններ շատ են լինում։ Իմ կարծիքով պետք չի երբեք դժվարություններից խուճապի ենթարկվել եւ հետ կանգնել սկսած գործից։ Պետք է համառ գնալ առաջ։ Բիզնեսին պետքա ես այսպես եմ վերաբերում, նախորդ հաղորդման ժամանակ ասել եմ, որ իմ Չաղոջանը իմ փոքրիկ երեխան է։ Նույնը բիզնեսը, երբ որ դու երեխա ես ունենում, երեխային պետքա հասցնես ինչ-որ մի կետի։ Դու չես կարող նրան ունենալուց հետո 1 տարեկանում ասես աշխատի։ Երեխայի վրա յուրաքանչյուր ծնող ներդրումներ է անում, նույնն էլ բիզնեսում։ Դու պետքա ներդրումներ անես, որ հետո ստանաս այն, ինչ որ ցանել ես։ Շատ դժվարություններ իհարկե շատն են եղել, սկզբում ամեն ինչ շատ հեշտ ու լուսավոր է թվում, բայց հանդիպում են շատ դժվարություններ։ Եթե սկսենք հենց քաղցրավենիքի խանութից, այդտեղ ինչ դժվարություններ եք տեսել, ինչ բարդություններ կային, որ միշտ չի որ օրինակ կողքից տեսանելի է լինում։ Քաղցրավենիքի խանութները ես զբաղվել եմ 8 տարի առաջ, սկսել եմ իմ բիզնեսը, համագործակցում էի տարբեր ֆիրմաների հետ, ունեի Երևանում գրեթե 8 քաղցրավենիքի խանութ։ Ինչն է դժվարություն, նախ պետքա ընտրել շատ ճիշտ տարածք, եւ պետքա դու կարող ես բիզնեսը ստեղծել ու ամեն ինչ ներդնել, դա կարա լինի լավ վերանորոգում, լավ գույք, լավ ապրանք, բայց եթե վաճառողուհին լավը չլինի, որ ներկայացնում է քո բիզնեսը, հաստատ իմ կարծիքով բիզնեսի 99%-ը կախված է այն մարդուց, ով որ քո բիզնեսը ներկայացնում է։ Եթե ինքը ուզեցավ, քո բիզնեսը կծաղկի, եթե չէ, հաստատ չի ծաղկի։ Նույնը Չաղոջանում, եթե մենք մեր խոհարարը ցանկացավ գեղեցիկ լինի, համով լինի, մենք արդյունք կունենանք, եթե չէ, հաստատ չենք ունենա։ Նույն մեր SMM-ի մասնագետը, նույն հեռախոսի զանգերին, ով որ պատասխանում է, աշխատողներից շատ մեծ բան է կախված։ Իսկ սկզբանե միշտ ճիշտ է եղել ընտրությունը ձեր, թե քաղցրավենիքի խանութում, թե արդեն Չաղոջանի դեպքում, թե սխալներ այդ իմաստով եք ունեցել, որովհետև չեն կարող ասել, որ գործարարները դրանից զերծ են ու միշտ կարողանում են ճիշտ աշխատակիցներ ընտրել, դա էլ է փորձի արդյունքում ձևավորվում։ Ձեզ մոտ ինչպես է եղել։ Նախ ասեմ, քաղցրավենիքի խանութում դժվարություններ շատ են եղել, քանի որ մենք ունենք շատ լուրջ կադրերի խնդիր։ Մեր բոլորին հետաքրքրում է միայն աշխատավարձը, ոչ մեկի չի հետաքրքրում, թե իրանից ինչ են պահանջում։ Բայց Չաղոջանում գրեթե ամեն ինչ ես արել եմ ինքս մենակ ու դեռ հələ շարունակում եմ անել, այսինքն կան մարդիկ, որոնք ինձ օգնում են, Չաղոջանում այն սխալները չի եղել, ինչ որ եղել է կոնֆետի խանութում կադրեր ընտրելուց հիմնականում։ Դու վստահում ես, հավատում ես, բայց պարզվում է, որ այդ մարդը այն չի, ինչ որ դու իրանից սպասում ես։ Սրտացավ պետք է լինի, էլի բիզնեսում։ Ինչ որակներ պիտի հաշվի առնել աշխատակից ընտրելիս։ Աշխատակից ընտրելիս նախ պետքա լինի, եթե դու ինքդ աշխատող ես, պետքա տվյալ գործին վերաբերվես ոնց որ կվերաբերվես քո քոնը, եթե այդ բիզնեսը քո անձնականը լիներ։ Դու պետքա այդպես մաքուր պետքա աշխատես, առաջինը չգողանաս, չխաբես ու հաստատ ես իմ անունից խոսամ, ես իմ լավ աշխատողներին միշտ վարձատրում եմ ու շնորհակալ եմ իրանց։ Գնահատում։ Հա, իհարկե, ես անձամբ գնահատում եմ, չգիտեմ։ Այդ ճիշտ հաշվարկ է երևի։ Միշտ այնպես անել, որ աշխատակիցները գնահատված կան իրենց։ Հա,
Եթե բայց կա որ դու գնահատում ես, բայց աշխատակցին թվում է որ սա էլ է քիչ, ու այդտեղ աշխատակից կա որ սկսում է քո հետ մրցակցել, որ ինչի դու կարող ես, ես չեմ կարող։ Դա ամենասխալ բանն է։ Յուրաքանչյուրս պետք է մեր տեղում լինենք։ Այդ դեպքերում ինչ եք անում։ Շատ գործարարներ կարծում եմ ինչ որ պատժիչ գործողությունների են դիմում, շատերը աշխատանքից են հեռացնում, աշխատավարձ են կրճատում։ Իհարկե դեռևս այս հաղորդման ընթացքում մենք նման օրինակ չենք ունեցել, որ պատմեն այդ դեպքի մասին, բայց սովորաբար ճիշտ եք դուք համարում այդ պատժիչ գործողությունները կամ առհասարակ նման դեպքերում ինչպես իրավիճակը հարթել։ Չէ, անկեղծ ասած ես նման ճիշտ չեմ համարում։ Ուղղակի կարելի է հանգիստ խոսել, որ այսպես պետք չի։ Հիմնականում ուշացումներ էր լինում կոնֆետի խանութում։ Ես անդադ զգուշացնում եմ, որ պետք չի աշխատանքից ուշանալ, բայց որ ասեմ աշխատավարձ եմ պահել ուշանալու պատճառով նման դեպք չի արձանագրվել։ 1-2 անգամ զգուշացնելուց հետո ուղղակի ես գտնում եմ, որ էլ մենք իրար հետ չենք կարող աշխատել։ Դա ամենաճիշտ որոշումն է։ Երևի, հա։ Իսկ ինչպես որոշեցիք, որ պիտի միանգամից ստեղծեք Չաղոջանը, այսինքն քաղցրավենիքի խանութները փակվեցին նոր ճանապարհ բացելով։ Քաղցրավենիքի խանութներից որոշը փակվեց, մի քանիսը դեռ կա, աշխատում է։ Չաղոջանի միտքը ինձ մոտ մտահղացավ, երբ որ կորոնան էր, այդ ժամանակ ես որոշեցի տանը պատրաստել, սկզբում տանն էինք պատրաստում, բայց հետո հասկացա անհնար է տանը դա պատրաստել, որովհետև քանակը գնալով մեծացավ ու տան պայմաններում դա անհնար էր։ Ունենք փոքրիկ արտադրամաս, որտեղ պատրաստում ենք ու հույսով եմ, որ գնալով կմեծանա մեր արտադրամասը։ Իսկ առհասարակ բիզնես սկսելիս ինչը պիտի առաջնահերթ հաշվի առնել։ Այ օրինակ 3 կետ, 5 կետ կամ 2 կետ, որ անպայման դրանք պիտի հաշվարկներում ունենալ, նոր գնալ այդ ռիսկային քայլին։ Մոնիկա ջան, բոլորին թվում է, որ գումար ունենաս, բավականին դու կարող ես բիզնես սկսել, բայց հավատացեք, իհարկե գումարը շատ մեծ դեր է խաղում, բայց բիզնեսը սկսելու, ղեկավարելու եւ քո ստեղծածը պահելու համար մենակ գումարը բավականաչափ չի։ Նախ դու պետք է ամեն ինչ հաշվարկ անես, սկսած աշխատավարձից, նույնիսկ օրինակ նայեք, եթե ես իմ բիզնեսում աշխատում եմ, ես իմ եկամուտից հանում եմ, ասենք, եթե ես չեմ, օրինակ դուք եք իմ տեղը աշխատում, ես դες պետք է աշխատավարձ տամ։ Ամեն մանրուք դու գնացիր տեխնիկա, այդ տեխնիկան քեզ ինչքան կծառայի։ Իր մաշվածությունն ես հանում, որտեղից որ դու կարողանաս արժեք որոշես քո ապրանքին։ Յուրաքանչյուր ամեն ինչ օգտագործում է, դա պետքա ճիշտ հաշվարկ անել, որպեսզի կարողանաս հասկանաս։ Եթե այդպես մանր հաշվարկներ անում ես, բնականաբար սկզբում նոր ստեղծած բիզնեսը հաստատ մինուսով է գնում։ 1 տարի դու մինուսով ես գնում, գոնե 1 տարուց հետո դու պետքա 0-ի կանգնես։ Ու նորից եմ ասում, պետքա օր ու գիշեր անդադար աշխատել։ Բիզնես ստեղծելը շատ հեշտ է, բայց պահելը ահա որ դժվար է։ Իսկ սկզբանե դուք իմացել եք, որ դժվար ճանապարհ է։ Շատ։ Թե ամեն դեպքում ինչ որ մի պահի սխալվել եք, մտածել եք, որ այ ես կետում մտածում էի, որ հեշտ կլինի ու այդպես չի եղել։ Մոլիկա ջան, իմ համար չկա մի մասնագիտություն, այսպես ասեմ, ցանկացած աշխատանք ունի իր դժվարությունները, ցանկացած։ Ձեր աշխատանքն էլ է դժվար, բոլորինս դժվար է։ Դիմացինին թվում է դե լավ, ինչ է, բիզնես է, էլի մենք էլ կարանք հավատացեք։ Միշտ ասում են, չէ, բիզնես ստեղծենք, որ այ հարցեր ունենք լուծելու, այ գումար է պետք շատ։ Ու երբեք պետքա բիզնեսի գումարին ձեռք չտաս։ Բիզնեսի գումար եկավ, այդ գումարը նորից պետքա այդ մասին այնքան շատ է խոսվում եթերում, կուզեմ մանրամասն քննարկենք դա։ Միշտ ասում են, որ որոշ ժամանակ պետքա ստաբիլ այդ գումարը ներդրվի բիզնեսում, որովհետև դա բիզնեսի գումարն է, դա ձեր գումարը չի, քանի դեռ բիզնեսը չի կարողացել կայանալ այն աստիճանի, ինչին որ դուք ցանկանում եք։ Ինչքան ժամանակ եւ արդյոք իսկապես գործարարները պատրաստ են այդ զոհողությանը գնալ, ոնց այդ հարցին մոտենալ առհասարակ։ Այ Չէ, բնականաբար, եթե դու նորմալ աշխատում ես ու քո առջև ունես դրված նպատակ, որ ինչ գնով է լինի, դու պետքա քո նպատակին հասնես։ Հավատացեք, 2 տարի հետո դու կարող ես քո բիզնեսի գումարից ինչ որ որոշակի չափ քեզ վերցնես։ Այսինքն դա քո աշխատավարձն է։ Հա, դու կարող ես քո աշխատավարձը չվերցնես, օրինակ ես իմ բիզնեսում իմ աշխատավարձը չեմ վերցնում։ Ես ոնց որ ավելին եմ ձգտում։ Սա ունեմ, ասենք, էս սա լավ է, բայց կարա ավելի լավ լինի։ Ու այդպես ես ներդնում եմ։
նույն իտոգում նույնն է, էլի ստացվում, որ անընդհատ ներդնում ես բիզնես։ Իսկ մարդկա սահմանափակվում է իր եղածով, ասում է ինձ շատ լավ է, ես էլ չեմ ուզում, սենց կա նեյտրալ, թող նեյտրալ գնա։ Բայց այս մրցակցության դաշտում դու չես կարա նեյտրալ լինես։ Նույն մեր Չաղոջյանը, անընդհատ պետքա նորություն մտցնես, որտեվ հաճախորդը անընդհատ սպասում է քեզանից նորություն։ Անընդհատ ձանձրանում են, թե նույն ուտեստը ցանկացած ոլորտում նույնը անընդհատ հաճախորդի աչքին հոգնեցնող է, նույնը խանութում, օրինակ կոնֆետի խանութում։ Ես ունեմ դարակաշար, որտեղ դրված է կոնֆետներ, օրինակ, նկատում եմ, որ 1 ամիս չի վաճառվում այդ կոնֆետը։ Ես սկսում եմ տեղափոխություն անել, հաճախորդը գալիս ասում է, վայ, ես նոր եք ստացել, ու այնպես լավ է, այսինքն անընդհատ պետքա փոփոխություն անես։ Շատ լավ։ Իսկ Չաղոջյանը այս պահին ինչ փուլում է եւ ինչ նորություններ ունեք։ Չաղոջյանը պատրաստվում է Պասին, մեծ պահքին, ունենք շատ նորություններ, որը շուտով արդեն կհանձնենք մեր հաճախորդների դատին։ Իսկ հետաքրքիր է այ մրցակցության մեջ ինչ դժվարություններ կան, որովհետև օրինակ եթե սկսում ես բիզնեսը, մտածում ես, որ դու դաշտում եզակի ես, տարբերվող ես եւ ինչ որ մի պահի սկսում են նմանատիպ այլ բիզնեսներ սկսել, մտածում ես դե լավ, պայքարելու իմաստ չկա, շատ գործարներ կարծում եմ այդպես են մտածում եւ այդպես բիզնեսը անկում է ապրում։ Ոնց անել, որ միշտ այդ ձեռքը պահել պուլսին, միշտ ակտիվ լինել, հաշվարկել թե ինչ է կատարվում տեսադաշտում, ինչպես մրցակցել եւ արդյոք մրցակցել նաեւ համագործակցություն կարելի է ընկալել որպես ոնց եք դուք վարվում։ Մոյկա ջան, ես նախ ինքս ամեն օր որ լույսը բացվում է, ես ցանկացած գործ անելուց ես տրամադրվում եմ դրական։ Իմ դրական էներգիան ինձ շատ փրկում է։ Ցանկացած ծանր իրավիճակում ես լավ եմ տրամադրում։ Իմ համար սխալվել միշտ կարող ենք, բոլորս կարող ենք։ Եթե սխալվել ենք, նաև կարող ենք ուղղել մեր սխալը։ Իմ համար մենակ չես կարող ուղղել մահից հետո, всё։ Եթե մարդ չկա, էլ չես կարող ոչ մի բան փոխել, բայց ցանկացած բան կարող ես փոխել։ Եթե մրցակցություն, այո, ես դրան շատ առողջ եմ վերաբերում։ Իհարկե, կան մտքեր, որ գողանում են մեզանից, կամ մենք ենք ինչ-որ մի տեղից տեսնում, սովորում, վերցնում։ Դրան շատ նորմալ եմ նայում։ Պետքա միշտ առաջ գնալ, ցանկացած դժվարությունից պետքա չասել, всё, չեմ ուզում ու այլ վերջ, չկա տենց բան, միշտ պետքա առաջ գնաս։ Այն նախորդ հաղորդումների ընթացքում մենք քննարկում ենք, թե քանի սխալից հետո կարելի է մտածել, որ այս բիզնեսը չի աշխատում, կարելի է վերջ տալ եւ 2 անգամներ նույն պատասխանը ստացա, որ եթե ֆինանսական միջոցները ներում են, անդադար կարող է բիզնեսը սխալվել։ Ոնց եք կարծում դուք։ Չէ, համամիտ չեմ։ Այդ մտքի ինչ կարծիք ունեք։ Բիզնեսը ի սկզբանե պետք է հասկանաս դու ինչ ես սկսում, ուր ես գնում, նախ դու պետք է ունենաս քո նշանակետը, դու ուր ես գնում, ինչ ես ձգտում։ Ու հա, կարող ես սխալվել մի տեղ, երկու տեղ, բայց եթե անդադար սխալում ես, դա արդեն պետք է փորձես սխալը քո մեջ գտնել, ոչ թե բիզնեսի մեջ։ Եթե օրինակ մեկի մոտ դա ստացվում է, իմ մոտ ինչի չի ստացվում։ Չգիտեմ, ես գտնում եմ, որ բիզնեսը այդտեղ մեղավոր չի, մեղավորը դու ինքդ ես, որ ճիշտ չես կարողում ղեկավարես քո բիզնեսը։ Դադարներ հաճախ եք ունենում հաշվարկելու, թե ինչ արեցիք, որտեղ թերացաք, ինչ ճիշտ որոշումներ կայացրեցիք։ Չէ, Մոնիկա ջան, գրեթե յուրաքանչյուր շաբաթվա վերջ ես իմ հաշվարկները անում եմ, տեսնում ենք որտեղ ենք սխալվել, որտեղ ենք թերացել։ Չեմ թողնում, որ այդպես կուտակվի ամիսը 1, 2 ամիսը 1, չէ։ Սխալը պետքա հասկանալ, նույնիսկ այդ օրը ես զգում եմ, եթե ինչ-որ մի բան այն ձև չի գնում, պետքա վրաս սխալը կանխել, հասկանալ ու շուտ դեմը առնել։ Այդ դուք ասացիք, որ երբ բիզնեսը սկսեցիք, որոշ ժամանակ անց հասկացաք, որ տնային պայմաններում հնարավոր չէ այդ մեծ քանակները արդեն ստեղծել, պատրաստել։ Այդ դուք ի սկզբանե որոշում ունեցել եք, որ այ տանը միշտ կարելի է անել եւ կստացվի ամեն դեպքում, մենք այդքան մեծ քանակներ չենք ունենա։ Դա ձեր հաշվարկներում եղել է։ Ասեմ, սկզբից ես պատրաստում էի մեր համար, հետո որ որոշեցի, անկեղծ ես չէի մտածում, որ ես կարող եմ այդպես լուրջ զբաղվեմ, ստեղծեմ կիսա։ Հիմա էլ, ասենք, նայեք, շատ մեծ մեր product-ը ոչ մի խանութներում առայժմ չկա։ Շատ առաջարկներ ունենք, հա, նախորդ անգամ էլ ասացի, ես սպասում եմ մեր մասնագիտացված խանութին, որը դեռ ընթացքի մեջ է, երևի մոտ 1-2 ամսից արդեն կունենանք մեր մասնագիտացված խանութը։ Բնականաբար, եթե ես սկսեմ համագործակցել այլ խանութների հետ, ներկայիս արտադրամասն էլ մեզ շատ քիչ է։
գուցե դա է իմ սխալը, չգիտեմ, բայց ես ուզում եմ, որ ավելիավա քիչ լինի իմ համար այս պարագայում, բայց տարբերվող լինի ու ես կարողանամ որակը վերահսկեմ։ Դուք նկատել եք, որ այդ քանակի պատճառով շատ արտադրանքներ տուժում են իրենց, այսինքն որակն է տուժում։ Հա։ Մոյկա ջան, իմ համար միշտ աբսուրդ է, որ ոնց կարա այդ ապրանքը այդքան մաչելի լինի, չգիտեմ։ Ես այն անցած հաղորդմանն էլ խոսացի, որ գուցե մեր պրոդուկտը թանկ է, բան չունեմ ասելու, բայց ես պրոդուկտը ինքս հումքը շատ բարձր արժեքով եմ։ Դե լավ որակի ես, օրինակ միսը ընտրում ես լավ որակի միս։ Ասենք ոնց կարա պիլմենին արժենա 1 կիլոգրամը 1600 դրամ։ Լավ, պրոդուկտը աշխատողը աշխատում է, չէ՞։ Մենք չենք կարող 1000 դրամ տալ աշխատողին եւ ասենք աշխատի։ Չգիտեմ, ես գտնում եմ ավելի լավ է միշտ բարձր տեղում լինել ու լավ որակ տալ։ Դա իմ համար ամենաառաջնայինն է, որ գործը պետքա կամ անում եմ լավ, կամ չեմ անում։ Բայց շատ են դժգոհում օրինակ ասում, վայ ձեզ մոտ շատ բարձր է գները։ Ամանորին եղավ նման դժգոհություններ, նրբաբլիթների լիստերի հետ կապված, որ մեզ ասում են, դե լավ, օրինակ մարդկա հանում է մեկ հատը 30 դրամ։ Մենք անում ենք մեկ հատը 150 դրամ։ Միգուցե դա շատ թանկ է, չի կարա 30 դրամով լիստ լինի կաթով, լինի համաչափ, չգիտեմ, ու բարձր որակ ունենա։ Ես դա իմ համար արելու կա, ոնց են այդ գինը որոշում։ Միգուցե տան պայմաններում կան շատ մարդիկ, որոնք տնտեսուհիները ձեռքի հետ այդ գործը անում են, իրանց դա նորմալ է, բայց երբ որ դու ավել վճար չի գնում աշխատողին, բիզնես ես պահում, անհնար է դու 30 դրամով ինչ որ մի բանի հասնես։ Ինչպիսին է լինելու խանութը։ Գունեղ շատ։ Այ դուք ասացիք, որ շատ կարևոր է տեղի ընտրությունը, վայրի ընտրությունը եւ դա բիզնեսի առաջխաղացման նախապայմաններից է։ Ինչով է պայմանավորված։ Այ եթե ձեզ գիտեն արդեն եւ դուք օրինակ քաղաքից այրամասում եք եւ առաքումներ էլ իրականացնում եք, ինչով է պայմանավորված հասցեն այս դեպքում։ Մորիկա ջան, կան ունենք շատ հաճախորդներ, որոնց չգիտեմ, մարդկանց համար կենտրոնը միշտ ասոցացվում է, որ կենտրոնում լավ է։ Նույն խանութը դու օրինակ կարող ես ունենալ Էրեբունիում, բայց չունենաս այն հաջողությունը, ինչ որ ունենաս օրինակ կենտրոնում։ Յուրաքանչյուր ապրանք ունի իր հաճախորդը, հաստատ Էրեբունու հաճախորդը, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, հա, այն մենք այդ արդյունքը դա կլինի արդեն իմ ձախողումը։ Այդ տոներից տոներ միշտ երևում է, չէ՞, ինչքան հաճախորդներ ունեք, ինչքան եք կարողացել լավ աշխատել ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարին ինչպես ամփոփեցիք, հիասթափություններ եղել են կամ հակառակը։ Չէ, այս տարի էլ թութու շատ լավ ամփոփեցին, ես շատ գոհ եմ, թե մեր հաճախորդներից, թե իմ թիմից, որ օր ու գիշեր աշխատեցինք։ Նախ անցյալ տարի ունեցանք խնդիր առաքման հետ կապված, այս տարի այդ խնդիրը չենք ունեցել։ Ամեն ինչ կազմակերպված։ Նախ անցյալ տարի մենք չէինք պատկերացնում, որ այդպիսի ահռելի քանակով պատվերներ կունենանք։ Ես անցած հաղորդման ժամանակ էլ ասի, որ մենք չենք սկսում պատրաստել շուտ, մենք պատրաստում ենք ու ուղարկում ենք։ Այս տարի այնպես աշխատեցինք, աշխատողների քանակը շատ էր, պատվերները նախապես կանոնակարգվեց, որ ոչ մի հաճախորդի չնեղացնենք, ու ժամանակին բոլորը իրենց պատվերները ստացան։ Այս տարի ավելի հաջողված էր մեզ մոտ։ Շատ լավ է։ Եղել են դեպքեր, քանի որ մենք փորձում ենք վատ կողմերը անդադար գնել, դուք լավը պատմում եք, ես փորձում եմ քանդել եւ փորփրել վատը գտնել։ Եղել է, որ օրինակ պատվերը ուղարկել եք, չեն հավանել, հետ են ուղարկել կամ նման վատ դեպքեր եղել են։ Հա։ Չէ, հետ ուղարկել չի եղել։ Եղել է, որ օրինակ զանգահարել են, ասել են համեմունքները մեզ դուր չեկավ, բայց որ հետ են ուղարկել, չէ, նման դեպք չենք ունեցել։ Բայց սուտ կլինի, որ ես ասեմ, վայ, ամեն ինչ շատ հիանալի է եղել, նման կան մարդիկ, որոնց համը դուր չի եկել, ու դա ես շատ նորմալ եմ նայում այդ հարցին։ Բայց խնդիրը առաջացել, այսինքն դրանից հետո օրինակ սկսել դադարել են ձեզնից օգտվել։ Չէ, օրինակ հաճախորդ ենք ունեցել, որ ասել է օրինակ անցած անգամ վերցեցինք շատ լավներ, այս անգամ համը մեզ դուր չեկավ, ասում միգուցե դա եղել է ապրանքից, մսի որակից, բայց մենք մեր հաճախորդին չենք նեղացել, նույն պահին, նույն իր պատվիրած քանակով մենք իրեն ուղարկել ենք, նույն ապրանքից։
առանց գումարի։ Այստեղ եղել է հյուր, ով պատմում էր, որ օրինակ աշխատակիցները այդքան պրոֆեսիոնալ չէին եւ շատ կորուստներ են ունեցել, օրինակ կոշիկի արտադրության մեջ նշում է, որ չէին կարողանում կաշվի հետ ճիշտ աշխատել եւ մենք շատ այսպես դարակներում դասավորած կոշիկներ ունենք, որոնք մինչ օրս չեն վաճառվել ու մենք չենք էլ կարող այդ տեսքով վաճառել։ Ձեզ մոտ լինում են նման դեպքեր, որ օրինակ չի ստացվում կամ մտածում եք լավը չի, որակը այն չի ու վաճառքի ենթակա չի ու ամեն դեպքում ինչ որ ֆինանսական կորուստների է ինքը բերում։ Մոյկա ջան, նախ ասեմ, ես գտնում սխալ է, որ ինչ որ նոր product ես դու փորձում ու դա անել մեծ քանակով։ Իհարկե, մեզ մոտ էլ եղել է, որ միտքա մտահղացել, որ պետքա նոր product լինի։ Բնականաբար ես մի 100,000 ներդրում չեմ արել այդ նոր product-ին, օրինակ արել ենք մի քանի հատ, նախ մենք ինքներս ենք փորձել, թե արտաքին տեսքը, թե համը մեզ համապատասխան է, արժի անել թե չէ։ Ես գտնում արդեն դա բիզնեսի ղեկավարի սխալն է, որ մի անգամից այդպեսի մեծ քանակությամբ անում է այն, որը որ վաճառքի ենթակա չի։ Դու պետքա մի հատ ինքդ տեսնես, դու ինչ ես արտադրում, նոր մեծածավալ քանակներով պատրաստես։ Այո, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այդ մասով էլ մենք էլի քննարկում ունեցել ենք, որ ասում էին ի սկզբանե գնացել եւ վերնաշապիկները մենք մեծ քանակությամբ էինք պատվիրել ու վերջում դրանք չվաճառվեցին պարզապես, որովհետեւ մարդկանց գուցե դուր չար եկել, գուցե ինչ-որ մի բան չէին հավանել։ Գուցե կես գին տարբերակով կամ գոնե այն արժեքով, որով Դե միշտ նման դեպքում զեղչերը լավ փրկություն են, չէ՞։ Լավ փրկություն է լինում։ Ասենք օրինակ ժամանակ առ ժամանակ մեզ մոտ է լինում ակցիաներ, առաքումը անում են Երևանում անվճար։ Սննդի ոլորտում դա խնդիր չէ, օրինակ միշտ թվում է թե որ մնացել է ապրանքը։ Ուրեմն ինչ-որ մի բան այնպես չի։ Չէ, մեր 2 ամյակի արդիվ մենք ցանկացած պատվերի դեպքում ուղակի մեր հաճախորդների նվեր արեցինք 20% զեղչ։ Անկեղծ մենք չունեինք product, որը որ մնացել էր մեզ մոտ, դա հենց նոր տարուց 20 օր առաջ էր, ունեինք բավականին շատ հաճախորդներ, որոնք իրենց ամանորի պատվերները ձեռք բերեցին 20% զեղչով։ Ուղղակի չէ, ժամանակ առ ժամանակ դու պետքա քո հաճախորդին ուրախացնես քո նվերներով, անակնկալներով, յուրաքանչյուրից հաճելի է անակնկալներ ստանալ։ Այո, նույնիսկ հաճախորդներին։ Սննդի ոլորտում առավել դժվար է, չէ՞, աշխատելը։ Այդ դժվարություններից եմ ուզում մեզ պատմել։ Մոյկա ջան, դու ինչքան էլ ուզում ես անթերի աշխատես, ձախողումներ լինում է, չի կարա լինի։ Նույնիսկ այն մեծ ֆիրմաների մոտ հաստատ լինում է։ Մեկ օրինակ կարող ասեն մազ դուրս եկավ, օրինակ կոտլետի մեջից։ Բայց դու գիտես, որ քո աշխատողը գալիս է, հագուստը փոխում է, խալաթը հագնում է, առանց ձեռնոց չի մտնում արտադրամաս, առանց գլխարկ հիմա կարա պատահի, ոչ մեկ չի ապահովագրված չի, դա շատ տհաճ երևույթ, հա, ինքներս էլ կանեք ենք, տանը ճաշ ենք պատրաստում, ոչ մեկից հաստատվում, ես դրան շատ նորմալ եմ նայում, ցանկալի չի, բայց եղել է, դու պետքա փորձես, քո հաճախորդին չնեղացնես, փորձես լուծումներ գտնել, ոնց կարող ես, որ քո հաճախորդը չնեղանա դրանից։ Ունեք հիմնական ինչ-որ օրինակ միս վաճառողներ հստակում հետ աշխատանք եք տանում միշտ իրենց երկար ժամանակ գիտեք, այսինքն այսպես կենտրոնացված տեղերից եք օգտվում, հետ մշտապես համագործակցել եք, որպեսզի հանկարծ մսի որակի հետ խնդիր չլինի, մյուս արտադրանքների հետ խնդիր չլինի։ Գրեթե բոլորի հետ աշխատում երկարաժամկետ, ես չեմ սիրում փոփոխություններ անել։ Օրինակ եղել է, որ նույն մարդուց ես արդեն 2 տարի միս եմ գնում, բայց միսը գնացինք, այդ միսը լավը չէր։ Իրոք լավը չէր։ Ինչ եք անում նման դեպքերում։ Նման դեպքերում ես չեմ օգտագործում։ Տանում եմ հետ, ասում կներեք, բայց դուք այս միսը պետքա հետ վերցնեք։ Սկզբի ժամանակներն ասում էին, լավ, դե այդքան մի մանրացի, ասում եմ, չէ, ես ավելի լավ է հիմա հետ տամ, իմ հաճախորդին ասեմ չունեմ, բայց ես իմ հաճախորդին չեմ սիրում խաբել։ Ամենակարևորը չխաբեմ։ Կան որ խոզի միս են օրինակ աղում, ես չեմ խաբում, մեր մոտ ինչ կա, իրոք կա այնպես ոնց որ ներկայացնում ենք։ Տնական արտադրանք է մի խոսքով։ Այսպես կոպիտ եթե ասենք։ Իսկ սննդի ոլորտում առհասարակ դուք այ ոլորտում եք ու գործունեություն եք ծավալում, ինչ խնդիրներ եք տեսնում, որ կան ու դրանք երբեք չեն լուծվում ու հաճախորդների համար էլ իրենք տենց խնդիրներ են առաջացնում։ Օրինակ շատ եմ տեսնում նույն կիսաֆաբրիկատները, որ վաճառում են պլաստմասի տարաների մեջ, դա ինձ դուր չի գալիս։ Չգիտեմ։ Շատ ամփույթ տեսքով է վաճառվում։ Ես օրինակ ինքը շատ եմ շրջում խանութներում ու միշտ նայել եմ։
մոտենում եմ, նայում եմ, ինձ անկեղծ չեմ ուզում մեծամիտ թվամ, բայց ինձ չի գրավում տեսքը, որ ես գնեմ, փորձեմ, տեսնեմ կարող է մեզանից շատ համով եմ պատրաստում, ամեն ինչը շատ տեղն է, բայց իմ համար առաջնայինը յուրաքանչյուրս արտաքինով ենք, թե մարդուն, ցանկացած թե սնունդը, թե հագուստը, ամեն ինչը։ Արտաքինից կարող է ես տեսնեմ հագուստը ինձ շատ դուր գա, բայց ես հագնեմ ինձ չսազի։ Կամ բայց արտաքինը պետք է արտաքինին մեծ նշանակություն տան։ Իմ կարծիքն է դա։ Բայց ես նկատել եմ, որ այսօր հատկապես վիզուալին ավելի շատ է ուշադրություն դարձնում, քան օրինակ համին։ Կիսաֆաբրիկատների մեջ չկա տենց բան, ես չեմ հանդիպել, անկեղծ չեմ հանդիպել։ Նույնիսկ էջերը, դե նայում ես, չէ, բնական է, սուտ կլինի, որ ասեմ, ես ոչ մեկին չեմ հետևում, չեմ նայում, ինձ հետաքրքիր է։ Բեք նայում ես, իմանալ իրականում ում հետ եք։ Կիքսեր ես նկատում, որ մի քիչ կարելի է մաքուր անել, փնթի չաշխատել, էլի, գոնե այն ինչ որ դու ներկայացնում ես հանրային, դա կարելի է ինչքան հնարավոր է կոկիկ անել։ Չգիտեմ, միշտ մարդ տեսնում է, չէ։ Այո։ Ակնհայտ է տեսանելի է, պետք է հնարավորինս խողարկված լինի թերությունները, ըստ իս։ Չգիտեմ, կիսաֆաբրիկատների ոլորտում ես ինչքան որ նայում եմ խանութներում չկա այդպիսի արտադրանք, որ արտաքինից ինձ գրավի։ Ես մի անգամ եմ ասել, դրա համար ինչի ես մեր արտադրանքը շատ առաջարկներ ունեմ խանութներից, որտեղ չեն պահի այնպես ոնց որ ես կուզենամ իմ այո, հոգատար վերաբերմունք չի ցուցադրվում։ Ինչ ունեք հավելելու վերջում եւ այս փուլը, որտեղ դուք արդեն նոր խանութ սրահի բացմանն եք պատրաստվում, ինչ հաշվարկներով եք գնում։ Մանրակրկիտ ամեն ինչ հաշվարկել ենք, ճիշտ է, մեր խանութ սրահի բացումը մի փոքր այսպես ձգձգվում է, բայց այնպես ենք ուզում անել, որ սխալներ չլինի, ամեն ինչ լինի այնպես, ոնց որ մենք պատկերացնում ենք, հուսով ենք այդպես էլ կլինի։ Իսկ ինչ խորհուրդ կտամ մեր սկսնակ բիզնեսմեններին, որոնք ուզում են սկսել աշխատանք, երբեք չվհատվել, դժվարություններից հետ չկանգնել ու խելացի գնալ առաջ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ սխալ հաշվարկներ գործարալիքի եթերում իսկ իմ զրուցակիցը Լիլիթ Գրիգորյանն էր, Չաղոջան բրենդի հիմնադիրը, հետևեք իրենց արտադրանքներին, օգտվեք եւ վստահ եմ գոհ կմնաք։ Հաջողություն։